Ինչ է շարժական ավտոտան 19-րդ վիդեոն, ովքեր որ ինձ առաջ անգամ են տեսնում, ասեմ որ այս մեքենայի բազայի վրա հավաքում եմ շարժական տուն։ Ու եթե այս ամեն ինչը հավանում եք, չմոռանաք ստեղ ներքևից սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, որովհետեւ ձեր համար էլ ավելի որակով վիդեոներ կարողանամ ստեղծել։ Իսկ հիմա գնանք տեսնենք թե վերջ 2 շաբաթվա ընթացքում ինչ գործ եմ արել, ասեմ որ շատ փոփոխություններ եմ արել նախկինում արված գործերից։ Այս անգամ նաև փորձենք անդրադարձ կատարենք, թե ինչ եմ երկաթով անում, այլ ոչ թե փայտով, օրինակ, որտեղ շատ եք այդ հարցը տալիս։ Գնացինք։ Նախ հիշենք նախորդ 2 շաբաթների ընթացքում ինչ գործ եմ հասցրել անել։ Ֆաշբորդը հետևի դռներն եմ սարքել, կռիլյոնների մի հատվածն եմ փակել, ստացել, դրանից հետո սկսել եմ հատակները փակել, ինչպես նաև գնացել եմ Շտիգեն ընկերություն արևային համակարգի կապված հարցերն եմ ճշգրտել եւ մի պատուհանն եմ հասցրել բացել։ Ուրեմն քանի որ պատուհանի տեղը բացել եմ, հատակների մի մասը արել եմ, պետք է այս գործը շարունակել մինչև վերջ, բայց մինչև այդ անելը պետք է շտոկը ձևափոխել ստանալ, որ այնտեղ այն պալեցը նորմալ մտնի դուրս գա։ Այս շտոկը ձևափոխում եմ, որովհետև այս կարճ է, այս մյուսը երկար է, այս չեմ ուզում դնեմ, որտեղ բացել փակելուց կարա ինչ-որ բաներ վնասի։ Ու քանի հատակը բացա, այստեղ բակի այդ աշխատանք իրականացնելը ավելի հեշտ կլինի։ Ամենասկզբից մտածում էի, որ այստեղ ուրիշ բակ եմ դնելու, որտեղ ուզում էի լիտրաժը մեծ լիներ, երկրորդը մտածում էի այդ բակը ես սարքեմ, որտեղ ուզում էի այստեղ գայաձև լիներ, որ այստեղ այս խորությունն էլ կարողանայի օգտագործեի, քանի որ այս գլուշից էլ մեծ է, այս հատվածը չէի կարող ուղիղ անմիջապես իջնել ներքև։ Ուրեմն 1.5-անոց թիթեղ բերեցի, մտածում էի, որ դրանից սարքեմ, բայց քանի որ ինքը սկսեց sense արագ ժանգոտել մի թեթև անձրևների, դել որոշեցի, որ չպետքա ինչ որ զավազքոյ բակ կիրառել, որի թիթեղը ավելի չժանգոտրող կլինի, որովհետև սա վառելիքը երբ որ լսում ես կարող ջրային ինչ որ հետքեր է լինում, բակը սկսում է ներսից ժանգոտել։ Դրա համար ոնց որ մտածում եմ նորից այդ վերադառնամ ես իրա բակին ու եթե կարիք լինի 180 լիտրից ավել սալյարկա օգտագործ, առանձին կանիստր կկիրառեմ։ Բակը առաջին հերթին պետքա իմանանք մեջի ինչ իրավիճակ է։ Արդյոք փտած է, ժանգոտած տեղեր ունի, չունի, նոր էս բակի հետ կապված պլանավորեմ։ Հիմա ոնց որ բակի ներսը ոնց պետք է նայեմ։ Այսպես մեծ շատ լավ գործիք ունեմ ձեռքիս տակ։ Այն ամենակայֆ բաներից է, որ ախպերս հոսանքի մոնտաժով է զբաղվում ու գործիքին խնայել չունի, սենց մա դետակտիվ գործիք առել, որը տրոսով կամերա է, զոնդ է սենց։ Սրանով ցանկացած նեղ հատածներ ինքը մտնում է, իմանալական գիպսակարդոնին իր գործերը անում է։ Հիմա այս կօգտագործեմ այստեղ բակի ներսը նայելուն, հասկանանք նախ եւ առաջ այս բակը ինչպիսի իրավիճակում է գտնվում, նոր հետո մնացածը կպլանավորենք։ Այսպիսի էնդոսկոպ է զոնդ, հեսա չգիտեմ երևում է թե չէ։ Այն որ մեջը շատ լավ իրավիճակ է, զարմացած է։ Գերմանական որակ իսկական հենց այս սրան է վերաբերում, ասենք սենց ռուսական բակ լիներ, հիմա վաղուց ժանգոտել էր, չգիտեմ։ Այն որ ինչքան բենզինի ռուսական բակ է հանդիպել, միշտ մեջը ժանգոտած փդած է եղել։ Այս շատ լավ վիճակ է։ Ուրեմն ոչ մի նոր էծանիվել չեմ օրինի, նոր բան ման չեմ գա, այս մի անգամից ես կկիրառեմ, հեսա։ Շտոկի կապերի մի հատվածը սարքեմ ստանամ ու սկսեմ զբաղվել այս բակի տեղադրելով, երևի գլուշից էլ նորից կկտրեմ կողքից կձևափոխեմ, որ կարողանամ սրա հետ համատեղ տեղավորեմ։ Բակի ստիգել վերջացնելուց հետո արդեն ուզում եմ շտոկի նոր կապի ստեղծելուն, այդտեղ բարդությունը կարող է նրան, որ հնարավորինս պետք է այդ ամեն ինչը կոմպակտ ստանալ, որպեսզի այդ նեղ հատվածում աշխատեր։ Որպեսզի պալեցի այս մյուս կոմը շայբա չդնեմ ու այստեղ բարձրությունը շատ չլինի, որտեղ այդքան տարածություն չունեմ վերևից, ցենց սվարկեցի լայնացրի, հիմա կապենք տաշենք, ստանանք սիրուն մակերես։ Այսել պալեցի գլուխը սվարկել տաշելով այսպիսի արդյունք ստացա։ Պալեցը տաշել ստանալուց հետո արդեն անցնում եմ համակարգի իր տեղը հավաքելուն, որպեսզի փորձարկեմ։ Ուրեմն այս շտոկը տեղադրեցի, բայց քանի որ այս երկարացրել եմ, ստեղ էսի թեքվում աճ ձավ ու ոչ մի ձև այս չի կարող մրիներս։ Հիմա ստեն ապրավլիոյշիկ ավելացնեմ, տեսնենք ինչ է ստացվում։ Ճիշտ է, երկար շտոկով մեկ անգամ աշխատացրել է, ամեն բան նորմալ էր, բայց քանի որ ստեղ շտոկը պետք էր կարճացնել, թևը երկարելու էր ու տեղ հարցեր առաջանում արդյոք այդ երկարության վրա կարողանա նորմալ աշխատի թե ոչ, բայց ապրավլիոյշիները դնելուց հետո ամեն բան նորմալ աշխատեց։ Ու արդեն մյուս առավոտյան ասում եմ բակի հետ կապված աշխատանքներ իրականացման, ասեմ բակի վրա որոշակի վնասված հատված կար, այդ եմ փորձում վերանորոգել։ Քանի որ պետք է բակը տեղադրեի, ֆաշբորդի դարակներից մեկի մի կողմը չէի փակել, նաև դա եմ փակում։ Այդ ամեն ինչից հետո անցնում գլուշցելի նոր կապերի չափձև անելուն։ Ուրեմն ստեղ պետքա կապեր անեմ, հիմա չգիտեմ ոնց անեմ, որ սրա վրա ձգովի անեմ, որովհետև ռամի այդ անցքեր չունեմ, որ ուղիղ կարողանամ ձգեմ, պետքա մտածեմ ինչ անեմ։ Որոշակի չափձև անել մտածելուց հետո պրոֆիլները կտրտում եմ, որպեսզի արդեն կարողանամ նոր կապերը սարքել։
Ուրեմն ստեղի կապերի համար այս ծակը ստացել եմ, սրա վրա սենց առանձին բոլտերը սվարտկել եմ այսենց դրանք ու այս ձգել եմ սրան, ուզում եմ այս վիճակով ձգեմ, այդ իրա խնդիրներն ունի, ստա միջից ուպորներ կտամ, որ ավելի ամուր ստացվի։ Ու հաստատ ձեր համար նոր ֆորմատ եմ փորձել բերել, վիդեոները փորձել եմ նաև նկարել առաջի դեմքից, ասեք ձեր կարծիքը ոնց է սենց առաջի դեմքից այդ ամեն ինչը տեսնել ու շոշափել այդ գործի ոնց որ բարդությունն ու դժվարությունները։ Ըստ այդմ այս գլուշի ծելի տեղադրելու դժվարությունը կայանում էր նրան, որ գլուշի ծելը բավականին երկար 1 մետր երկարությունն էր, իր կապելու կետը 1 կետից էր ու իր երկար հատվածը ոնց որ կախեր ընկնելու պետք էր այնպես մտածել սարքել, որ վիբրացիաներից այդ ամեն ինչը քշելու ժամանակ չփոխվեր։ Ասեմ, որ այստեղ գլուշի ծելի համար կապեր սարքելը բավականին դժվար էր նաև նրանով, որովհետև այդտեղ տարածքը նեղված էր, իրար կպած լիքը ինչ որ տարբեր բաներ կար, մեկը մյուսին խանգարում էր, պետք էր այսպես ասած սանտիմետր ամեն բան հաշվի առնել, դրա համար լիքը անգամներ տեղադրում եմ, հանում դնում տենում եմ ինչին է խանգարում, որ ոնց է ստացվում ու նոր դրանից հետո արդեն հիմնական սվարտում ստանում եմ այն ինչ որ պետք է։ Այստեղ նեղվածքեր նրան, որտեղ նաև տեղադրված էր գիդրոստանցիան, բացի այդ այդտեղ պետք է նաև գեներատորի համար առանձին դարակում։ Կապի հիմնական սվարտելուց հետո արդեն անցնում եմ կապի ուժեղացուցիչների սվարտելուն, որից հետո արդեն կատարում եմ կապի տեղադրում ու գլուշի ծելը հավաքում եմ իր տեղը ու արդեն անցնում եմ ամորտիզատորի կապերի ձերժեցելների սարքելու process-ին։ Նոր ամորտիզատորի կապերի հետ մեկտեղ մի աշխարհ նոր դետալ ունեի կատարելու ծաղկելու, որը որ ինձ ահանից ահագին շատ ժամանակ է խլում։ Որ նոր դետալ երբ սարքում ես, ժամանակը գնում է այն բաների վրա, որ սկսում ես հաշվարկել, հասկանալ ինչ հաստության դետալ վերցնել, ինչ հաստությամբ ծաղկել, ոնց անել, որ ավելի օպտիմալ լինի, ավելի կայուն այդ ամեն ինչը աշխատի, իսկ այդ ամեն ինչի վրա հաշվարկելուց մտածելուց ահա որ շատ ժամանակ է գնում։ Այսօր ուրեմն մի աշխարհ բաներ կար ծաղկելու, այս տանոթով ծաղկելու ուրեմն փրկություն է։ Այս տանոթի ամենալավ կողմերից մեկն է, երբ որ ինքն ունի համախոհի հնարավորություն, սֆերոն ավտոմատ կերպով հավասարաչափին կպատաչանում ու հանգիստ ծակերը անում է։ Բոլոր դետալները ծակելուց հետո մի հատ էլ ռայբերով եմ մաքրում, որպեսզի ոչ մի փուշ չմնա։ Հիմա մնաց այս շտոկի կապերը անեմ, քանի որ կողքից որոշել եմ նաև երկու հատ լապա ունենամ, որ մեքենայի հավասարությունը ուղղեմ։ Դրա համար որոշեցի սրանք էլ սարքեմ, միանգամից սվարտկեմ տեղը բրցնեմ։ Հիմա այս կծակենք։ Այս գարեջած այս տանոթները փրկություն է, չգիտեմ, որ այս ամեն ինչը չներ, ես ոնց է այսքան ծականելու։ Ժամը 7:20-ը, մի 4-5 ժամ զբաղված եմ այս հարցերով։ Հիմա ձեր մոտ հարց կարող առաջանա, թե ինչի են նույն տանոթով անցքերը չեմ անում։ Այստեղ դիամետրը ավելի մեծ է, դրա համար ոնց որ 4 կուլաչոկանոց տանոթով եմ անում, 4 կուլաչոկի դեպքում հարմար է նրան, որ իր օսը կարողանում է նաշծախ մյուզա դիրքով վերադասավորեմ ու ուզած կետով ծակը անեմ։ Տոկարնի տանոթը էս իմ գործի մեջ շատ կարևոր գործիք է ու եթե չլիներ, չգիտեմ ես իմ գործերը ոնց է անելու, մենք էլ ունենք իմ գործերի մի մասը էս իմ ստանոթում եմ արել, որոշակի գործերը անհրաժեշտության դեպքում նաև վերել եմ ձեզ գարեի մոտ եմ արել, այնպես որ եթե տոկարի գործեր ունենաք, ինձ գրեք, ասեմ արխային ոնց դիմեք ու դիմեք։ Երեք այսքան դետալ եմ ծակել, մշակ է ստացել, սրանք եմ ծակել այնացրել, սրանք եմ արել ամորտիզատորի կապերը, այս սրանք կողքի շտոկի համար որ կողքից լապեր ունենամ, մի խոսքով հիմա գնանք այս ամեն ինչը տեղադրենք։ Բայց մինչև այդ ամեն ինչը անել, պետք է այստեղ այս մասերը հավասարեցնեմ։ Դրա համար հիմա հետևյալը պետք է բարձրացնեմ, որ ռամի նկատմամբ այստեղ հավասարությունը լինի նույնը, ու այստեղ համ տեղադրեմ ամորտիզատոր, համ բլոկիրովկա անելու մեխանիզմ։ Այս հավասարեցնելու դժվարությունը կայանում է նրան, որ պետք է երկու կողմից էլ այդ նեղատվածները անընդհատ չափել, մինչև ուզած չափերին հասնելը։ Ուրեմն հիմա այս եմ ուզում ձևափոխեմ, այստեղ սրանկյունը պիտի փոխեմ, որովհետև այստեղ քանի որ ուզում եմ շտոկ տեղադրեմ, արդեն խանգարելու է այդ շտոկը սրան, դրա համար իսի մի քիչ ուզում եմ բերեմ այս կողմ, տեսնենք ինչ է դառնում։ Այստեղ մեկը այս արանքը շատ է։ Ուրեմն այստեղ ամեն ինչը միլիմետրի վրա խոսացնում համապատասխանեցնում եմ, այստեղ նույնիսկ կարիք է լինում պրոֆիլը մի քիչ կտրել ձևափոխելու, որպեսզի ինքը ավելի նեղանա ու շտոկը ավելի դուրս դրվի ու
թեքվելու ժամանակ ակումուլյատորի բլոկին չբռնի։ Ձևափոխությունները անելուց հետո մի հատ էլ Պապային եմ խնդրում գալիս է իրար հետ քննարկում տեսնեմ որ ամեն բան ճիշտ եմ արել որ բան բաց չեմ թողել որովհետև շատ ժամանակ կարող է հիմնական սվարկանը հետո պարզվի ինչ որ բան մոռացել եմ ինչ որ բան բաց եմ թողել պետք է նորից ձևափոխել եմ որ Zakon podrisi ինչ է հիմնական սվարկում եմ գործը երկրորդ անգամ նորից կրկնում եմ։ Տոկի նախնական տեղ սարքել վերջացնելուց հետո անցնում եմ ամորտիզատորի կապերի սարքելուն, ասեմ որ ամորտիզատորը ուզում էի նախապես թողեի գազ 53-ինը, բայց ոնց որ ընկերներիցս փոշմանցրեցին, ասին բա ինչ է այդպես թույլ ամորտիզատոր դնում, լավ կլինի մեծ զոր ամորտիզատոր դնես, բայց չգիտեի ինչ ամորտիզատոր դնեմ ու այդ ընթացքում ոնց որ հետևորդներիցս ինձ Արութն ա գրում, ասում է այսօթի գործ եմ անում, բեռնատարների հետ կապված պայստամասեր են բերում վաճառում, ինչի կարիք ունես, ինչով կարամ քեզ օգտակար լինեմ, ասում եմ Արութ ջան ոնց որ մեծ բեռնատարի ամորտիզատոր է սպայդերությամբ ինձ հետաքրքիր, չգիտեմ ինչ ամորտիզատոր պետքա դնեմ այս ամեն ինչի վրա, որ համ կարճ լինի, համ զոր լինի։ Ուտեղ ոնց որ Արութն ասում է դու չափ ձև արա, արի քո ուզած երկու հատ ամորտիզատորը գտնեմ նվեր կտամ, ինչ հիմա շատ շնորհակալ եմ իրան, էլ երկար բարակ տարբեր ամորտիզատորների մեջ ման չեմ եկել, մի տեղում մի քանի ամորտիզատորների համատություն արել եմ, ընտրությունից կանգնեմ ման բեռնատարի ամորտիզատորի վրա, որը ասեմ երկու կողմից էլ բավականին ձիգ աշխատում է։ Այս արանքում գործանելուց հոգիս արդեն դուրս եկավ, ուրեմն, այս սրանք լրիվ ամրացրել ստացել եմ, էլի ասենք անձրև եկա, վրաժ ժանգա բռնել, ինչ պետք է անեմ, ուրեմն այստեղ տակից սենց ձերժացել իրան պետք է սարքեմ, սկզբից ուզում եմ որ այս շտոկ ուղակի սենց ընգնի մեջը, հետո փոշմանեցի որտեվ այդ կարա ճանապարհին ոնց որ էսի սենց իրար գա խաղա դղրտա ու ավելորդ ձայներ առաջացնի դրա համար այս որոշեցի ձեքովի դարձնեմ այստեղ էս երկու տուգոնի կսվարկեմ ու էսի մի մասից sense կսվարկեմ սրան այս մյուս մասը կխաղա արդեն որ ձգվի գնացինք կապը սարքել վերջացնելուց հետո անցնում եմ շտոկի վերևի կապերի սարքելուն, այդտեղ մի քիչ դժվարություններ կար, որ պետք է որոշակի հատվածներ տաշել, հավասարացնել այնպես, որ շտոկի իր վրան հանգիստ մտնի դուրս գա, բաց այդ պետք է նաև իր որոշակի հատվածներ տաշել, որպեսզի սվարք անելուց հնարավորինս մեծ մակեր ստացվեր։ Քանի որ շտոկի ականջները իրարից առանձին էր, պետք է այնպես սվարկել, որ իր մեջ պալեց հանգիստ մտները դուրս գար եւ սվարք անելուց հետո չծռվեր, ու ինչպես նաեւ պետք է այնպես անել, որ շտոկը 90 աստիճանի տակ լիներ, որ երբ որ գետին սեղմեր, թեքվածություն չառաջանար։ Շտոկը տեղադրելուց հետո անցնում եմ մյուս կողմի անկյունային ուժեղացուցիչի սարքելուն։ Քարերը փրկություն է։ Իրականում այս անկյունային ուժեղացուցիչը ավելի շուտ պետք է տեղադրած լինեի, մինչև թիթեղի կպցնելը, բայց այս մի կողմը մոռացել էի դնեի, դրա համար ոնց որ թիթեղի նորից պետք բացում եմ, առանձին սվարկում ստանում եմ, որը բավականին գործով դժվարացրեց։ Քանի որ այս ընդհանուր ժոսկի կարգած նավակը վերջացրել էի, նոր ռամի հետ միացրել էի, ռամի հետի կապը մի քիչ այս կողմ եղավ, դրա համար ոնց որ Ստեղ արանքը առանձին նորից պրոֆիլ եմ դնում, որ դաբավկա ամրություն լինի ռամի կապի հետ։ Մենք սվարկենք ու անցնենք այս մյուս կողմից։ Դա դժվար է անել այնքան որ պետք է ներծանա որ հանգարց այս մեջտեղի կապը չքաշի տղի, այդ վատը շատ վատը։ Դրա համար պետք է դանդաղ աստիճանաբար սանտիմ տարբեր հատվածներ սվարկելով գնամ առաջ։ Որ ամեն անգամ ասում եք, բա ինչի փայտ չես օգտագործել կամ այլում ինչ ես օգտագործել, եկեք հասկանանք այդ դրանց տարբերությունները ինչումն է ու հիմնավորում այդ ամեն ինչը պետք է հիմնված լինի թվերի վրա։ Այո, դուք ճիշտ եք, ըստ նյութի խտության փայտ ավելի թեթև է, ալյումինը մի քիչ փայտից ավելի ծանր է, իսկ երկաթը շատ ավելի ծանր է։ Բացի այս ամեն ինչից կա այլ պարամետրեր, որոնք որ պետք է հաշվի առնել ձգման ու կտրման ուժերը, ելքային մոդուլը, որտեղ որ այստեղ տրված է մեգապասկալով, այս մեգապասկալը նշանակում է 1 սանտիմետր քառակուսին ինքը դիմանում է մոտ 4000 կիլոգրամով, այսինքն 10 անգամով բազմապատկում ենք։ Եթե այս վերցնենք պողպատ 1 սանտիմետր քառակուսի, ինքը ձգման ուժի ժամանակ կդիմանա 4000 կիլոգրամի, իսկ կտրման ուժի պարագայում 2500 կիլոգրամի։ Իսկ եթե վերցնենք փայտը 1 սանտիմետր քառակուսի փայտը ընդամենը 800 կիլոգրամի է դիմանում։ Տարբերությունը այդ է։ Հիմա որպեսզի հասկանանք արդյունավետ որը կլինի օգտագործելու համար պետք է վերացանք կիլոգրամների, այսինքն 1 կիլոգրամ այս նյութերից որը ինչ հնարավորություն է մեզ տալիս։ Հիմա անցնենք ստեղ առանց
առանձին եւս մեկը նոր աղյուսակ եմ սարքել, որի պարագայում արդեն ձգման ու կտրման ուժերը արդեն տրված է ըստ կիլոգրամի։ Այսինքն, եթե ես վերցնեմ 1 կիլոգրամ պողպատ ալյումին կամ կաղնի, որը ինչ հատկանիշներ կունենա։ Ստեղ նշեմ նաև ալյումինների երկու տեսակ նշած՝ սովորական ալյումին եւ հատուկ տեսակի ալյումին։ Ստեղ Հայաստանում հատուկ տեսակի ալյումին ոնց որ ճարելը մի քիչ անհավանական է, երկրորդ ալյումինի հետ աշխատանքը շատ ավելի դժվար է ու թանկարժեք է, բացի այն որ որպես մատերիալ ինքը շատ ավելի թանկարժի։ Այս տեսակի ալյումինը, այո, ինքը պողպատից շատ ավելի լավ պարամետրեր ունի, համ քաշով ավելի թեթև աստացվում, այսինքն եթե վերցնենք 1 կիլոգրամ ալյումին, 1 կիլոգրամ բարձր որակի ալյումին ունենում է 152,000 կիլոգրամ ձգման ուժ, իսկ կտրման ուժ 79000 կիլոգրամ, որը գերազանցում է S235 տեսակի պողպատի։ Պողպատների մեջ կա տարբեր տեսակներ, եթե վերցնենք բարձր տեսակի պողպատը, ապա ինքը էլի ալյումինին կգերազանցի։ Բայց եթե վերցնում ենք ամենասովորական ալյումինը, ինքը մի քանի անգամ սովորական պողպատից վատն է։ Իսկ եթե համեմատում ենք փայտի հետ, ապա ձգման ուժի պարագայում ինքը երկաթին գերազանցում է, բայց կտրման ուժի պարագայում մի քանի անգամ ինքը շատ ավելի վատն է։ Դրա համար ոնց որ ոսկե միջինը ստեղ ստացվում է պողպատը։ Ամեն պողպատը լինելով ավելի տարածված կարողացա Հայաստանում գտնել գոստերին համապատասխան պողպատ եւ իմացա թե ինչ տեսակի պողպատ եմ օգտագործում։ Չնայած ես իմ հաշվարկները իրականացնելուց իրականացրել եմ 250 մեգապասկալին համապատասխան, պողպատը առնելուց ընդեղ իմ գոստերի ստանդարտներով շատ ավելի բարձր էր իմ օգտագործած պողպատը, քան ես հաշվարկները իրականացրել էի։ Հուսամ ձեր հարցին կարողացա օպտիմալ պատասխան տամ, մնացած աղյուսակը դուք ինքներդ մանրամասն կնայեք, եթե ունեք հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Դե ինչ ես հատվածը լրիվ վերջացրեցի, ստեղ ես մեջտերի գործերն էլ արեցի, մնաց ես մյուս կողմն էլ անեմ ու ոնց որ այսքան տեղը կարամ հատակը փակեմ։ Ստեղ մեջտեղը մնում է շտոկ պտի գար, տեղ չի ասելը, հետ էլ կգա արդեն այս շտոկը հետ կտեղադրեմ բնակելինը բարձրացնելու համար, ֆալեցի մեր առանձին շտոկը կտեղադրեմ ու ոնց որ արխային արդեն կարամ հատակը փակեմ։ Մեկ էլ մյուս հատվածը, որտեղ որ պիտի դարակաշար անեմ մարտկոցների համար, ստեղ համար արդեն շտկենը մարտկոցներից կուղարկի կա, արդեն ստեղի դարակն էլ կսարքեմ, նոր ստեղ թիթեղներն էլ կփակեմ։ Իսկ ես մնացած կողմը արդեն լրիվ կարամ փակեմ, վերջացնեմ, այնտեղ էլ ինձ խանգարող բան ինձ թվում է չի լինելու։ Դիզելի բակը կդնեմ, դվիժոկի համար դարակը կսարքեմ ու դռները կդնեմ լրիվ մի կողմը կարամ վերջացնեմ, հետ էլ որ անեմ պատուհանները լրիվ կարամ արդեն զբաղվեմ պատուհանների բացելով։ Պատուհանների հետ կապված էլ մի քանի հոգի գրել ինձ ասում են, որ ինչի օրինակ սլայդ պատուհան չես օգտագործել։ Սլայդ պատուհանը ինքը պրակտիկության տեսանկյունից լավն է, բայց ջերմամեկուսացման տեսանկյունից իր որակը շատ վատն է, որովհետև իր ռեզինները այդքան հերմետիկ չի փակում, ոնց որ սովորական պատուհանների պարագայում։ Դրա համար ոնց օգտագործել եմ նմանատիպ պատուհաններ ու դռներ։ Դե ինչ, եթե մինչև վերջ նայել եք, չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, որովհետև այդ ամեն ինչը ջեմը կարևոր է եւ դրանով նպաստում եք, որ ավելի շատ ու ավելի որակով վիդեոներ ստեղծեմ։ Լավ մնացեք, տեսնում ենք երկու շաբաթից։